Այն, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության խոցելիությունը բազմիցս օգտագործվել է Հայաստանի ընդդիմադիր տարբեր ուժերի կողմից քաղաքական շարժառիթներով, ամենևին գաղտնիք չէ։ Դրա մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է նաև հայտարարել Ազգային ժողովում, դեռևս 2024 թվականի հունիսի 12-ին։ Ձեզ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 98 թվականից հետո պետք է եղել ձեր իշխանությունը պահելու համար։ Այսօր իրանք բերել եք որպես ցույցի մատերիալ 5000 դրամով ցույցերի բերելու համար։ Այս եք դուք, այս է ձեր ճշմարտությունը, այս է ձեր քաղաքականությունը։ Բայց դա եւս մեկ անգամ հաստատվեց հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած հեռախոսազրույցի ձայնագրությունից, որտեղ Սամվել Կարապետյանի ուժեղ թիմակից Կանդազի, նույն ինքը Արթուր Ավանեսյանի խոսքից ակնհայտորեն պարզ է դառնում, որ հավաքագրում են Ղարաբաղից տեղահանված ու ակնհայտ է, որ սոցիալապես խոցելի անձանց Կարապետյանի դատավարություններին մասնակցելու ու հանրային աջակցության ֆոնդ ստեղծելու համար, իսկ հավաքագրողին զինված ուժերում խոստանում պաշտոն։ Հայ մուկ պիտի խոսենք դե, խոնց պիտի անենք ասե, գիտեմ։ Չէ, դուք պիտի պրոստո կյակ ներկայանաք, ծապտակ։ Նեվեր ընտրվենք լոխինդանը։ Ասացը դուժե ինտերլենա, պաշտոնիստին մեջ է բանակում։ Ես ինչ ասալ։ Լոխինդանը։ Քոարևդ կծեմ։ Դու օրիքը սե շանտանանա։ Դե պիտի ժողովուրդն հավատան էլի։ Մեկ այլ անձի հետ զրույցում, ով կրկին Ղարաբաղից է, Ավանեսյանը խոսք է տալիս Կարապետյանին ընտրելու դեպքում ապահովել գործով, տնով եւ հողով։ Ասմա ես օզում վեր Արտուրին տսամ գյատամ, գիմ չում հունց կապտիմ եւ ասմա ես չէ լամին իցունու նաղդա, մնացածը գիմ չում։ Չատա ուզում կապե ասմա ու հագին մինիմալնին 50 հոգի ու ասմա ավելի շատ։ Լավ կուրուգոնել է, ասմա խաչա ես էնում Ամերիկա, բացի իրան ընկերությունը, իրան պարիկամությունը պենու լոստեղն լի։ Հա, ուզում ասեմ, ընդգրկվենք այդ շարքեմ հետագայում վար կարանք իցեղ մի գործ մոտ ճարենք, լի, ինգիդամ, ինցանեմ։ Հետագա գործի մասին մտածում եք, դուք մեզ ընտրեցիք, չաչարվեցիք ընտրեցիք, համ գործն անդեն, համ հողն անդեն, համ տոնն անդեն։ Ինչն իհարկե Նարեկ Կարապետյանն իրենց ձևով մեկնաբանեց, իբր նախընտրական խոստումների կոնտեքստում, բայց քրեական օրենսգիրքը այլ բանի մասին է, որոշակի ձևով քվեարկելու նպատակով ոչ միայն ընտրակաշառք տալը կամ ստանալն է հանցագործություն, այլ նաև նման նյութական խոստումը համարվում է քրեորեն պատժելի արարք։